Մի հիասքանչ արվեստի տոնավաճառում հղի մի կին բախվում է մի գիշերվա, որը փոխելու է նրա կյանքը։ Քանդակների զրույցների միջ քայլելիս ամուսնության մեջ առկա լարվածությունը դառնում է անտանելի։ Նրա ամուսնու սիրուհու բացահայտումն ընդամենը անսպասելի փոխակերպման սկիզբն է։ Այն, ինչ թվում էր պարզապես սոցիալական երեկո, վերածվում է նրա կյանքի վճռորոշ շրջադարձի։ Մայիսյան գիշերը Երանում առանձնահատուկ մթնոլորտում էր։ Կասկադի արվեստի կենտրոնի տաղավարի լույսերը արտացոլվում էին փայլեցված մարմարե հատակի վրա, ստեղծելով ստվերների շողերի խաղ, որոնք պարում էին աշխույժ զրույցների ռիթմին։ Հյուրերը, հագնված իրենց ամենաէլեգանտ հագուստներով, շրջում էին ժամանակակից քանդակների հայտնի արվեստագետների կտավների միջ, ձեռքերին շամպայնի բաժակներ, դեմքերին խնամքով փորձված ժպիտներ։ Դա արվեստի գարնան բացման երեկոն էր, երանյան մշակութային սեզոնի ամենասպասված իրադարձությունը, որը մեկ վայրում էր հավաքել կոլեկցիոներների, քննադատների, գործարարների հայտնիների։ Մարիաննա Հովհաննիսյանի համար այդ հինգշաբթին այլ համ ուներ։ 32 տարեկան 5 ամսական հղի նա չափված քայլերով անցնում էր գլխավոր սրահով, փորձելով հավասարակշռել բնական էլեգանտությունը, որը միշտ բնորոշել էր նրան, աճող անհարմարության հետ, որը բերում էր իր վիճակը։ Շամպայնի գույնի մետաքսե զգեստը կատարելապես ընկնում էր նրա փոփոխված կորերի վրա, հմտորեն քողարկելով փորը, որը սկսում էր ընդգծվել։ Մարգարտե Վզնոց, որը նրա տատիկը ժառանգություն էր թողել, զարդարում էր նրա վիզը, արտացոլելով վենետիկյան ջահերի մեղմ լույսը։ Մարիաննան գիտեր, որ գեղեցիկ էր, բայց ներսից մի վատ զգացողություն ուներ, որը կապ չուներ հղիության հորմոնների հետ։ Նրա ամուսինը, Ռաֆայել Հովհաննիսյանը, մի քանի քայլ առաջ էր ընթանում նրանից։ Բարձրահասակ, լայն ուսերով կատարելապես սանրված մուգ մազերով, Ռաֆայելը ուշադրություն էր գրավում ամենուր, ուր անցնում էր։ 35 տարեկանում նա կայսրություն էր կառուցել շքեղ անշարժ գույքի շուկայում, իր ընտանեկան ընկերությունը դարձնելով Երանի ամենահարգվածներից մեկը։ Հագնված անթերի իտալական կոստյումով, նա ողջունում էր ծանոթներին, փոխանակում ամուր ձեռքսեղմումներ, վստահ ժպիտներ։ Մարիաննան դիտում էր նրա յուրաքանչյուր շարժումը, նկատելով, թե ինչպես էր նա հազիվ հետ նայում, ստուգելու, թե արդյոք նա հետում է իրեն։ Նրա անտարբերությունը նորություն չէր, բայց այդ գիշեր այն ավելի ակնհայտ էր թվում, ավելի ցավոտ։ Մարիաննան անցնող սկուտեղից մի բաժակ բնական նարնջի հյութ վերցրեց, խորը շունչ քաշեց։ Նրա մանկաբարձ թույլատրել էր ներկայությունը միջոցառմանը, պայմանով, որ նա կխուսափի սթրեսից շատ երկար ժամանակ ոտքի վրա չի մնա։ Բայց ինչպես խուսափել սթրեսից, երբ նրա ամուսնությունը կամաց-կամաց քանդվում էր, ինչպես ավազի քանդակը, որը ծովի ալիքները տանում էին։ Նա մի կում խմեց, թույլ տվեց, որ ցիտրուսային հեղուկը թարմացնի իր չորացած կոկորդը։ 3 շաբաթ առաջ Մարիաննան մի բան էր հայտնաբերել, որը ամեն ինչ փոխել էր։ Դա դրամատիկ կամ կինոյի նման չէր եղել։ Բջջային հեռախոսում կասկածելի հաղորդագրություններ կամ վերնաշապիկների օձիքների վրա շրթներկ չկար։ Ճշմարտությունը նրան հասել էր գրեթե բանալի ձով, մի ընկերուհու միջոցով, ով տեսել էր Ռաֆայելին կենտրոն թաղամասի հանգիստ փողոցում գտնվող մի ռեստորանում, երիտասարդ ակնհայտորեն մտերիմ մի կնոջ հետ։ Երբ Մարիաննան այդ նույն գիշեր բախվեց Ռաֆայելին, նա ակնկալում էր զղջման արցունքներ, ներողություններ, գուցե նույնիսկ անկեղծ խոստովանություն։ Փոխարենը, նա ստացավ սառնություն ժխտում։ Ռաֆայելը ժխտեց ամեն ինչ շփոթեցնող վստահությամբ։ Նա մեղադրեց Մարիաննայի ընկերուհուն բամբասանքն է հորինելու մեջ։ Ասաց, որ Մարիաննան չափազանց զգայուն էր հղիության պատճառով, տեսնելով խնդիրներ այնտեղ, որտեղ դրանք գոյություն չունեին։ Նա հարցրեց, թե արդյոք նա իսկապես ցանկանում էր անհարկի դրամա ստեղծել իրենց կյանքի այդքան նուրբ պահին, սպասելով առաջնեկին։ Նրա խոսքերն այնքան համոզիչ էին, այնքան խնամքով ընտրված, որ Մարիաննան նույնիսկ սկսեց կասկածել ինքն իրեն։ Գուցե նա չափազանցնում էր։ Գուցե հորմոններն իսկապես ազդում էին նրա դատողության վրա։ Իր կրած երեխայի հանդեպ սիրուց դրդված, նա որոշեց կուլ տալ իր կասկածները, փորձել պահպանել խաղաղությունը։ Բայց խաղաղությունը փխրուն պատրանք էր։ Մարիաննան զգում էր, որ նրանց միջ հեռավորությունն աճում է օրեցօր։ Ռաֆայելն ավելի շատ ժամանակ էր անցկացնում գրասենյակում, ուշ էր վերադառնում տուն, միշտ չափազանց զբաղված էր այն զրույցների համար, որոնք նրանք սովորաբար ունենում էին։ Նրա ձեռքերն այլս չէին փնտրում նրա փորը, երեխայի շարժումները զգալու համար։ Բարի գիշերվա համբույրները վերածվել էին մեխանիկական դատարկ ժեստերի։ Այն մարդը, ում հետ նա ամուսնացել էր 3 տարի առաջ, կարծես փոխարինվել էր մի քաղաքակիրթ անծանոթով, ով կիսում էր նույն տանիքը։
Մարիանան կանգ առավ ժամանակակից արվեստի տեղադրման դիմաց, մետաղից ապակուց կառուցված մի կառույց, որը, ըստ տեղեկատվական ցուցանակի, ներկայացնում էր մարդկային կապերի փխրունությունը։ Ինչքան հեգնական, մտածեց նա։ Իր սեփական կապերը քանդվում էին, ահա նա ծածնում էր, թե հիանում է արվեստով, մինչ իր կյանքը փլուզվում էր։ Մի խումբ կանայք անցան նրա կողքով, բարձր ծիծաղելով ինչ-որ ներքին կատակի վրա։ Մարիանան մշուշոտ ճանաչեց նրանց որպես գործարարների կանայք, ովքեր հաճախում էին նույն սոցիալական շրջանակները։ Նրանք ողջունեցին նրան քաղաքակիրթ ժպիտներով, արագ հայացքներով դեպի նրա փորը, կարծես գնահատելով նրա վիճակը։ Մարիանան ժպտաց ի պատասխան, ակտիվացնելով սոցիալական ավտոպիլոտը, որը նմանատիպ տարիների իրադարձությունները կատարելագործել էին։ Երբ նրանք հեռացան, Մարիանան թեթ ճնշում զգաց որովայնում։ Անհանգստացնող ոչինչ, պարզապես երեխան էր շարժվում, հիշեցնելով իր ներկայության մասին։ Նա աննկատորեն ձեռքը դրեց փորի վրա, մոր որդում։ Իջ լուր կապ։ Այդ փոքրիկ էակը լիովին կախված էր նրանից, Մարիանան զգում էր այդ պատասխանատվության ծանրությունը, ինչպես երբեք։ Այսուհետ յուրաքանչյուր որոշում, որ նա կկայացներ, կազդեր ոչ միայն իր, այլ իր ներսում աճող անմեղ էակի վրա։ Ռաֆայելը հանկարծ հայտնվեց նրա կողքին, նրան փոքրիկ ցնցում պատճառելով։ Նա վիսկիի բաժակ էր բռնած, դեմքին թեթակի զայրացած արտահայտություն ուներ։ Մենք պետք է ավելի շատ շրջենք, ասաց նա ցածր ձայնով, գրեթե կոպիտ շշուկով։ Դու այստեղ կանգնած ես 10 րոպե։ Մարդիկ տարօրինակ կհամարեն։ Մարիանան նրան նայեց, զգալով, որ զայրույթի կայծ է բոցավառվում իր կրծքի մեջ։ Ես 5 ամսական հղի եմ, Ռաֆայել։ Ես պետք է ժամանակ առ ժամանակ հանգստանամ։ Նա անհամբերորեն հոգոց հանեց։ Ուրեմն գուցե պետք չէր գայիր։ Նրա խոսքերը ապտակի պես էին։ Մարիանան զգաց, որ արցունքները սպառնում են բարձրանալ, բայց ուժով կուլ տվեց դրանք։ Նա չէր տա նրան այն բավարարությունը, որ տեսներ իրեն լացելիս, ոչ այնտեղ, ոչ բոլոր այդ մարդկանց առաջ։ Դու ես պնդել, որ գամ, հիշեցրեց նա, ձայնը պահելով ամուր։ Ասացիր, որ տարօր։ Ինակ կլինի, եթե չհայտնվեմ։ Ռաֆայելը ուսերը թափահարեց կողք նայեց, ակնհայտորեն անհարմար զգալով զրույցից։ Ես պարզապես ասում եմ, որ դու հոգնած ես թվում։ Մարդիկ կնկատեն։ Նախքան Մարիանան կկարողանար պատասխանել, ինչ-որ մեկը կանչեց Ռաֆայելին սրահի մյուս կողմից։ Դա կարևոր գործընկեր էր, ազդանշան տալով, որ նա մոտենա։ Ռաֆայելը մրմնջաց մի մշուշոտ արդարացում արագ հեռացավ, Մարիանային նորից մենակ թողնելով։ Նա դիտում էր, թե ինչպես էր ամուսինը հեռանում, մենակության զգացումը աճում էր իր կրծքի մեջ, մուգ բծի պես։ Ինչպես էին նրանք հասել այդ կետին։ Երբ էր սերը վերածվել վրդովմունքի։ Երբ էին հավերժական մտերմության խոստումները դատարկ զրույցներ դարձել սոցիալական արտաքինի մասին։ Մարիանան որոշեց քայլել դեպի տաղավարի արտաքին տարածքը, որտեղ ճապոնական լապտերներով լուսավորված այգի կար։ Գիշերային զով օդը նրան ընդունեց որպես մեղմ գրկախառնություն, նա խորը շունչ քաշեց, թոքերը լցնելով։ Մի քանի մարդ նույնպես շրջում էին այնտեղ, բայց ավելի քիչ թվով, թույլ տալով մի փոքր ավելի շատ գաղտնիություն։ Հենց այդ ժամանակ նա տեսավ նրան։ Այգու մյուս կողմում, ջրի շատրվանի մոտ, կանգնած էր մի կին, ում Մարիանան երբեք չէր տեսել, բայց ակնթարթորեն ճանաչեց։ Հաստատում պետք չէր, ապացույցներ պետք չէին։ Նրա բնազդը ճշմարտությունը բղավեց հենց այն պահին, երբ նրա հայացքը ընկավ նրա վրա։ Կինը երիտասարդ էր, գուցե 25 տարեկան, երկար ուղիղ մազերով, որոնք կատարելապես ընկնում էին ուսերին։ Նա հագած էր կարմիր գինու գույնի զգեստ, որը գրկում էր նրա նրբագեղ մարմնի յուրաքանչյուր կորը, արծաթագույն կլաչը փայլում էր այգու լույսերի տակ։ Նա գեղեցիկ էր ակնհայտ հաշվարկված ձով, այնպիսի գեղեցկություն, որը պահանջում էր մշտական խնամք նվիրում։ Եվ նա նայում էր անմիջապես Մարիանային։ Նրանց հայացքները հանդիպեցին մի պահով, որը թվում էր անվերջ ձգվում էր։ Մարիանան այդ կնոջ հայացքում տեսավ մի բան, որը սառեցրեց իրեն ներսից, բավարարվածության մարտահրավերի խառնուրդ։ Կասկած չկար, այլընտրանքային մեկնաբանությունների տեղ չկար։ Դա այն կինն էր, ում հետ Ռաֆայելը սիրավեպ ուներ։ Եվ նա հստակ գիտեր, թե ով էր Մարիանան։ Մարիանայի սիրտը արագացավ այնբ։ Ես, որ նույնիսկ երեխան կարծես զգաց, անհանգիստ շարժվելով նրա որովայնում։ Նա առաջինը շեղեց հայացքը, հրաժարվելով մասնակցելու այդ լուռ ուժային խաղին։
Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ դատարկ բաժակը դրեց մոտակա սեղանին։ Նա պետք է հեռանար այնտեղից, վերադառնար ներս, գտներ Ռաֆայելին, աներ ամեն ինչ, բացի այնտեղ մնալուց, այդ կնոջ կողմից որպես զոհ դիտարկվելուց։ Բայց երբ նա առաջին քայլն արեց դեպի տաղավարի մուտքը, նկատեց, որ կարմիր զգեստով կինը նույնպես շարժվում էր։ Ոչ հակառակ ուղղությամբ, ինչը խելամիտ կլիներ։ Նա մոտենում էր Մարիանային, վճռական քայլերով դեմքին ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Մարիանան մտածեց փախչելու մասին, պարզապես մեջքը շրջելու սրահ մտնելու, բազմության մեջ կորչելու մասին։ Բայց ինչ-որ բան իր ներսում, արժանապատվության մնացորդ կամ գուցե պարզ համառություն, ստիպեց նրան մնալ կանգնած։ Նա չէր վազելու։ Նա չէր ցուցադրելու վախ կամ թուլություն։ Եթե այդ կինը հակամարտություն էր ուզում, նա կստանար այն։ Բայց Մարիանայի պայմաններով, ոչ թե նրա։ Նրանց միջ հեռավորությունը նվազեց մինչ նրանք մնացին ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Մոտիկից Մարիանան կարողացավ ավելի լավ դիտարկել մանրամասները։ Կինն իսկապես գեղեցիկ էր, բայց նրա արտաքինում ինչ-որ արհեստական բան կար։ Կատարելապես գծված հոնքերը, չափազանց երկարացված թարթիչները, գրեթե չափազանցված սիմետրիայով լցված շուրթերը։ Նա թանկարժեք ինտենսիվ օծանելիքի հոտ էր տարածում, որը ներխուժում էր շրջակա տարածքը, որպես տարածքի հայտարարություն։ Ինչ գեղեցիկ գիշեր է, այնպես չէ, ասաց կինը, նրա ձայնը մեղմ էր, բայց լի մի զգացմունքով, որը Մարիանան լիովին չէր կարողանում նույնականացնել։ Թշնամանքի ինչ-որ այլ բանի խառնուրդ, գուցե նախանձ կամ հիվանդագին հետաքրքրություն։ Մարիանան ստիպեց իրեն քաղաքավարի ժպտալ, այնպիսի ժպիտ, որը նա օգտագործում էր շքեղ խանութներում համառ վաճառողուհիների հետ։ Այո։ Միջոցառումը շատ լավ է կազմակերպված։ Կինը մեկ քայլ ավելի մոտեցավ, միտումնավոր ներխուժելով Մարիանայի անձնական տարածքը։ Ես հատուկ եկա նոր տեղադրումները տեսնելու։ Ես սիրում եմ ժամանակակից արվեստը։ Իսկ դուք եկել եք ձեր ամուսնու պատճառով։ Կարծո։ Ում նա շատ կարևոր կապեր ունի այստեղ։ Ռաֆայելի մասին հիշատակումը Մարիանայի համար որովայնին հարվածի պես էր։ Այսպիսով, նա իսկապես գիտեր, թե ով էր Մարիանան, հաստատելով նրա բոլոր կասկածները։ Նա ուզում էր հարցնել, թե ինչպես էր կինը ճանաչում իրեն, ուզում էր անմիջապես առերեսվել նրա հետ, բայց ինչ-որ բան կանգնեցրեց նրան։ Գուցե դա հանրային միջավայրն էր, կամ գուցե ինքնապահպանման բնազդը, որը բղավում էր նրան չստեղծել տեսարան, որը կարող էր իր դեմ շրջվել։ Ես եկա, որովհետև սիրում եմ արվեստը, պատասխանեց Մարիանան, ձայնը պահելով ամուր, չնայած զգացմունքների մրրիկին։ Իսկ դուք այս գիշեր ուղեկցող ունեք։ Կնոջ ժպիտը լայնացավ, ձեռք բերելով գիշատիչ հատկություն։ Ես մենակ եմ, բայց չեմ անհանգստանում։ Իրականում, ես այդպես եմ նախընտրում։ Ավելի շատ ազատություն, ամեն ինչ վայելելու առանց շեղումների։ Մարիանան կատարելապես հասկացավ ենթատեքստը։ Այդ կինը բարձենում էր իր անկախությամբ, հակադրելով այն Մարիանայի վիճակին, հղի կապված մի ամուսնության, որը քանդվում էր։ Դա նուրբ, բայց արդյունավետ հարձակում էր։ Նա։ Խքան Մարիանան կկարողանար պատասխանել, կինը միտումնավոր նայեց նրա փորին։ Եվ ինչպես եք զգում ձեզ։ Պետք է հոգնեցուցիչ լինի այսպիսի միջոցառումներին այդքան շրջելը։ Ես չէի համարձակվի տնից դուրս գալ այդ վիճակում։ Նրա ձայնի կեղծ անհանգստությունը այնքան թափանցիկ էր, որ Մարիանան գրեթե ծիծաղեց։ Գրեթե։ Փոխարենը նա թեթակի բարձրացրեց կզակը, նուրբ մարտահրավերի ժեստ, որը մայրը սովորեցրել էր նրան տարիներ առաջ։ Իմ բժիշկը լիովին թույլատրել է։ Հղիությունը հիվանդություն չէ, ես մտադիր չեմ թաքնվել մինչ երեխայի ծնվելը։ Իհարկե ոչ, համաձայնեց կինը, բայց նրա աչքերում չարական փայլ կար։ Պարզապես կարծում եմ, որ ձեր նվիրումը հիացական է։ Ոչ բոլորն ունեն այդքան ուժ։ Հետաց լռությունը լարված էր ծանր։ Մարիանան զգում էր, որ սիրտը չափազանց արագ է բաբախում, նրա մտքի ռացիոնալ մասը զգուշացնում էր նրան հեռանալու, ավարտելու այդ զրույցը, նախքան այն կվերածվեր ավելի վատ բանի։ Բայց մյուս մասը, վիրավորված զայրացած մասը, ցանկանում էր շարունակել, ցանկանում էր ապացուցել այդ կնոջը, որ ինքը թույլ չէ, որ չի վախենա։ Հենց այդ ժամանակ նա տեսավ Ռաֆայելին, որը դուրս էր գալիս գլխավոր սրահից, աչքերով շրջելով այգին, կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։ Երբ նրա հայացքը հանդիպեց երկու կանանց, Մարիանան մի բան տեսավ նրա դեմքին։
Դա ճիշտ այնպես վաղ չէր, այլ ինչ-որ տեսակի վերահսկվող խուճապ, կարծես նա հենց նոր էր հասկացել, որ երկու աշխարհներ, որոնք պետք է առանձին մնային, բախվել էին։ Նա սկսեց քայլել դեպի նրանց, փորձելով պահպանել չեզոք արտահայտություն, բայց Մարիանան նրան չափազանց լավ էր ճանաչում։ Նա տեսնում էր լարվածությունը նրա ուսերին, այն, թե ինչպես էր նա սեղմում ծնոտը։ Եվ երբ նա նորից նայեց կարմիր զգեստով կնոջը, տեսավ, որ նա նույնպես նկատել էր Ռաֆայելին, նրա դեմքի ժպիտը վերածվել էր այլ բանի, բավարարվածության անհանգստության միջ։ Մարիանա, կանչեց Ռաֆայելը մոտենալիս, լիովին անտեսելով մյուս կնոջը։ Քեզ էի փնտրում։ Ընթրիքը կսկսվի մի քանի րոպեից։ Նա ձեռքը մեկնեց Մարիանային այնպես, որ տարօրինակ կերպով տիրական թվաց, կարծես տարածք էր նշում։ Նա վարանելով նայեց նրա ձեռքին, նախքան այն ընդունելը։ Նրա ափը թեթակի թաց էր քրտինքից։ Կարմիր զգեստով կինը դիտում էր տեսարանը այնպիսի հետաքրքրությամբ, որը չէր փորձում քողարկել։ Նրա աչքերը Ռաֆայելից Մարիանային անցնում հակառակը, կարծես ուսումնասիրում էր այդ փոխազդեցության յուրաքանչյուր մանրամասնը։ Ռաֆայելը, վերջապես գիտակցելով, որ չի կարող լիովին անտեսել նրան, առանց կոպիտ թվալու, կարճ գլխով արեց։ Բարի երեկո։ Բարի երեկո, Ռաֆայել, պատասխանեց կինը, նրա անվան օգտագործումը հաստատեց այն ամենը, ինչ Մարիանային պետք էր իմանալ։ Ռաֆայելի անհարմարությունը հիմա շոշափելի էր։ Նա մեղմորեն քաշեց Մարիանային թից, փորձելով նրան ուղղորդել դեպի տաղավար։ Արի, սիրելիս։ Մեր սեղանը պետք է պատրաստ լինի։ Բայց Մարիանան անմիջապես չշարժվեց։ Նա մեկ անգամ նայեց կարմիր զգեստով կնոջը, անգիր անելով այդ դեմքի յուրաքանչյուր մանրամասնը։ Նա ուզում էր հիշել այն մարդու արտաքինը, ով քանդում էր իր ամուսնությունը, ով գողանում էր իր երեխայի հորը։ Հաճելի էր ծանոթանալը, ասաց Մարիանան, նրա ձայնը լի էր երկիմաստությամբ, որը ոչ ոքի ուշադրությունից չվրիպեց։ Ինձ համար էլ էր հաճել։ Ի պատասխանեց կինը, այդ ժպիտը վերադարձավ, մարտահրավեր նետող հաղթական։ Ռաֆայելը գրեթե քաշեց Մարիանային դեպի տաղավար։ Հենց որ նրանք բավական հեռու էին, նա բաց թողեց նրա ձեռքով անցավ մազերով, հիասթափության ժեստ, որը նա լավ էր ճանաչում։ Ո՞վ էր այդ կինը, հարցրեց Մարիանան, թե արդեն գիտեր պատասխանը։ Գաղափար չունեմ, ստեց Ռաֆայելը, նույնիսկ նրան չնայելով։ Հավանաբար արվեստի միջոցառումների ինչ-որ ծանոթ։ Գիտես, ինչպես է, միշտ նոր դեմքեր են հայտնվում։ Նա գիտեր քո անունը, մատնանշեց Մարիանան։ Շատերն են իմ անունը գիտեն, Մարիանա, պատասխանեց նա, զայրույթը հնչելով նրա ձայնում։ Ես գործարար եմ։ Չեմ կարող վերահսկել, թե ով է ինձ ճանաչում։ Մարիանան պատրաստվում էր պատասխանել, պատրաստվում էր բացահայտել նրան հենց այնտեղ, բայց այդ պահին նրանց ընկերներից մի զույգ մոտեցավ, ժպտալով ջերմորեն ողջունելով։ Ռաֆայելը ակնթարթորեն փոխեց իր արտահայտությունը, վերածվելով այն հմայից շփվող տղամարդու, ում բոլորը ճանաչում էին։ Մարիանան նույնպես խաղաց իր դերը, ժպտալով քաղաքավարի զրույցն։ Երբ արելով, մինչդեռ ներսից զգում էր, որ իր աշխարհը մի փոքր ավելի է քանդվում։ Եվ ողջ զրույցի ընթացքում նա չէր կարողանում դադարել մտածել կարմիր զգեստով կնոջ մասին, այդ մարտահրավեր նետող ժպիտի մասին։ Եվ գիտեր, որ այդ գիշերը դեռ նոր էր սկսվում։ Կասկադի արվեստի կենտրոնի տաղավարի ճաշասենյակը վերածվել էր շքեղ տեսարանի։ Տարածքում սփռված էին անթերի սպիտակ սփռոցներով ծածկված կլոր սեղաններ, յուրաքանչյուրը զարդարված էր ծաղկային կոմպոզիցիաներով, որոնք համադրում էին սպիտակ վարդեր արադարձային բույսեր։ Լույսերը մտնեցվել էին, ստեղծելով մտերմիկ մթնոլորտ, արծաթյա մոմակալներում բարձր մոմերը լրացնում էին նրբագեղ դեկորը։ Անկյունում քնքշորեն նվագում էր լարային քարյակը, միջավայրին ավելացնելով հնչյունային էլեգանտության շերտ։ Մարիանային Ռաֆայելին տարան սրահի կենտրոնին մոտ գտնվող սեղան, որտեղ արդեն նստած էին 4 այլ հյուրեր, բոլորը երանյան բիզնես-սոցիալական շրջանակի ծանոթ դեմքեր։ Այնտեղ էր Ռոբերտ Դավթյանը, շքեղ հյուրանոցների ցանցի սեփականատերը, նրա կինը Կլաուդիան, միջին տարիքի կին, ավելի շատ պլաստ իգ վիրահատություններով, քան Մարիանան կարող էր հաշվել։ Ներկա էին նա Մարտին Ջուլիա Գրիգորյանները, ավելի երիտասարդ զույգ, ովքեր կարողություն էին դիզել տեխնոլոգիական շուկայում։ Ծանոթացումները կատարվեցին, ձեռքսեղմումներ փոխանակվեցին, բոլորը տեղավորվեցին իրենց տեղերում։ Մարիանան նստեց Ռաֆայելի Կլաուդիայի միջ, մի դիրք, որը սովորաբար չէր անհանգստացնի նրան, բայց այդ գիշեր յուրաքանչյուր մանրամասն կարծես իմաստով լի էր։
Ռաֆայելը մեխանիկական քաղաքավարությամբ քաշեց նրա աթոռը, Մարիանան նստեց, զգեստը ոտքերի վրա հարմարեցնելով։ Սեղանի շուրջ զրույցը սկսվեց բնականon կերպով, պտտվելով նման միջոցառումների սպասվող թեմաների շուրջ։ Ցուցադրված աշխատանքները, աճող արվեստագետները, բամբասանքները մի նկարի մասին, որը վաճառվել էր անհեթեթ գումարով դեռ մինչ միջոցառման պաշտոնական բացումը։ Մարիանան մասնակցում էր, երբ անհրաժեշտ էր, ժպտալով ճիշտ պահերին, համապատասխան մեկնաբանություններ անելով, բայց նրա միտքը այլ տեղ էր։ Նրա աչքերը աննկատորեն շրջում էին սրահում, փնտրելով կարմիր զգեստով կնոջը։ Եվ շատ չանցած նա գտավ նրան։ Իզաբելլա Սարգսյանը, Մարիանան հայտնաբերել էր նրա անունը, երբ լսել էր, թե ինչպես էր ինչ-որ մեկը ողջունում նրան սրահի մուտքի մոտ, նստած էր 3 սեղան առաջ, մի դիրքում, որը նրան հստակ տեսարան էր տալիս այն սեղանին, որտեղ Մարիանան Ռաֆայելը նստած էին։ Իզաբելլան մենակ չէր։ Նա սեղանը կիսում էր այլ արվեստի աշխարհի մասնագետների հետ, բոլորը երիտասարդ էլեգանտ։ Բայց մինչդեռ նրա սեղանակիցները աշխույժ զրուցում էին, Իզաբելլան ավելի շատ հետաքրքրված էր դիտարկումով։ Եվ նրա դիտարկման առարկան ակնհայտ էր, համենայն դեպս Մարիանայի համար։ Առաջին ուտեստը մատուցվեց, ութոտնուկի կարպաչչո սիցիլիական կիտրոնի էմուլսիայով նրբագեղ նախուտեստ։ Մարիանան վերցրեց պատառաքաղը, բայց հազիվ էր կարողանում զգալ ուտելիքի համը։ Նրա կոկորդը կարծես փակված էր, յուրաքանչյուր կծելը գիտակցված ջանք էր պահանջում կուլ տալու համար։ Ռաֆայելը, նրա կողքին, ավելի հանգիստ էր թվում հիմա, երբ շրջապատված էին այլ մարդկանցով, շուրջը տեղի ունեցող անվտանգ կանխատեսելի զրույցներով։ Նա նույնիսկ ձեռքը դրեց Մարիանայի ձեռքի վրա մի պահ, երբ Կլաու Դիան մեկնաբանություն արեց այն մասին, թե ինչպես նրանք պետք է անհամբեր սպասեն երեխայի ծնունդին։ Ժեստը կարճ էր, գրեթե ավտոմատ, բայց Մարիանան նկատեց, թե ինչպես նա արագորեն հետ քաշեց ձեռքը, կարծես տաք բանի էր դիպչել։ Երկրորդ ուտեստի կեսին, պորչինի սունկի ռիզոտո, որին Մարիանան հազիվ էր դիպչել, նա տեսավ, թե ինչպես Ռաֆայելը արագ նայեց Իզաբելլայի սեղանի ուղղությամբ։ Դա նուրբ շարժում էր, չափազանց արագ, որպեսզի որևէ այլ մարդ նկատեր, բայց Մարիանան ուշադիր էր յուրաքանչյուր մանրամասնի։ Եվ երբ նա տեսավ, որ Իզաբելլան նույնքան կարճ հայացքով պատասխանեց, որին հաջորդեց փոքրիկ ժպիտ շուրթերի անկյունում, նա զգաց, որ իր ստամոքսը շրջվում է։ Մարիանա, դու հազիվ ես դիպչել ուտելիքին, մեկնաբանեց Ջուլիա Գրիգորյանը, նրա ձայնը լի անկեղծ անհանգստությամբ։ Լավ ես զգում քեզ։ Սեղանի շուրջ բոլորը ուշադրությունը դարձրին Մարիանային, նա զգաց, որ ջերմությունը բարձրանում է պարանոցից մինչ այտերը։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Պարզապես, որպես հղի, որոշ համեր շատ ուժեղ են դառնում։ Իմ բժիշկն ասաց, որ դա նորմալ է։ Ռաֆայելը անմի ջապես ստանձնեց անհանգիստ ամուսնու դերը։ Ուզում ես, որ ես քեզ համար ուրիշ բան պատվիրեմ։ Գուցե ավելի թեթ բան։ Նրա կեղծավորությունն այնքան ակնհայտ էր, որ Մարիանան ստիպված էր լեզուն կծել, որպեսզի չասի մի բան, որի համար կզղջար։ Պետք չէ, այսպես լավ եմ։ Զրույցը վերսկսվեց, Մարիանան օգտվեց առիթից, վեր կենալու, ներողություն խնդրելով զուգարան գնալու համար։ Նրան մի քանի րոպե պետք էր հեռու լինել այդ սեղանից, հեռու Ռաֆայելից նրա նվիրված ամուսնու կատարյալ դերից։ Կանանց զուգարանը մարմարից հայելիներից պատրաստված ապաստան էր, լուր զով։ Մարիանան մտավ խցիկներից մեկը պարզապես մնաց այնտեղ մի քանի ակնթարթ, խորը շնչելով, փորձելով հանդարտեցնել նյարդերը, որոնք լարված էին։ Երբ դուրս եկավ, դանդաղ լված ձեռքերը, դիտելով իր արտացոլանքը հայելու մեջ։ Նրա աչքերը թեթակի կարմրած էին, նա պայուսակից թաշկինակ վերցրեց, անկյունները չորացնելու համար, որտեղ համար արցունքները սպառնում էին դուրս գալ։ Նա շրթներկը շտկում էր, երբ զուգարանի դուռը բացվեց, Իզաբելլա Սարգսյանը մտավ։ Հանդիպումն այնքան ակնհայտորեն կազ մակերպված էր, որ Մարիանան զայրույթի ալիք զգաց իր միջով։ Այդ կինը հետել էր նրան մինչ այստեղ։ Ինչ պատահականություն, ասաց Իզաբելլան, նրա տոնը պարզ էր դարձնում, որ այդ հանդիպման մեջ ոչ մի պատահականություն չկար։ Մարիանան չպատասխանեց, պարզապես շարունակեց նայել իր սեփական արտացոլանքին, հրաժարվելով Իզաբելլային արձագանքի բավարարություն տալուց։ Իզաբելլան մոտեցավ կողքի լվացարանին, բացելով արծաթագույն պայուսակը, հանելով մուգ կարմիր շրթներ։ Նա սկսեց քսել այն դանդաղ միտումնավոր շարժումներով, ակնհայտորեն չշտապելով հեռանալ։ Գիտես, շարունակեց Իզաբելլան, երբ լռությունը չափազանց ծանր դարձավ, ես սիրում եմ այս միջոցառումը։ Միշտ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպում այստեղ։ Երբեմն նույնիսկ նորից եմ հանդիպում ծանոթների։
Մարիանան վերջապես նայեց նրան հայելու միջով։ Ծանոթների։ Իզաբելլան ժպտաց, շրթներկը հետ դնելով պայուսակի մեջ։ Այո։ Մարդիկ, ում ես ճանաչել եմ այլ համատեքստերում։ Երանը փոքր քաղաք է, չնայած իր չափերին։ Սոցիալական շրջանակները զարմանալի ձերով են համընկնում։ Հաղորդագրությունը բա. Ռզեր։ Իզաբելլան ասում էր, որ ճանաչում է Ռաֆայելին, որ նա իր շրջանակի, իր աշխարհի մի մասն էր։ Եվ նա ուզում էր, որ Մարիանան իմանար դա։ Մարիանան շրջվեց, անմիջապես առերեսվելու նրա հետ, այլս ոչ թե հայելու միջով։ Ինչ ես ուզում ինձնից։ Իզաբելլան լայն բացեց աչքերը կեղծ անմեղությամբ։ Ես… Ոչինչ։ Պարզապես զրույց էի անում։ Ինչու՞։ Այդ թշնամանքը։ Ես հիմար չեմ, ասաց Մարիանան, ձայնը ցածր, բայց ամուր։ Ես հստակ գիտեմ, թե ինչ ես անում։ Իզաբելլան գլուխը թեքեց, ժպիտը երբեք չհեռացավ նրա դեմքից։ Իսկ ինչ եմ անում, Մարիանա։ Սեփական անունը այդ շուրթերից լսելը ցնցումի պես էր։ Իզաբելլան գիտեր նրա անունը, ակնհայտորեն լսել էր Ռաֆայելից, այդ գիտելիքի օգտագործումը տարածք նշելուց մեկ միջոց էր։ Նախքան Մարիանան կկարողանար պատասխանել, զուգարանի դուռը նորից բացվեց, երկու այլ կանայք մտան, ծիծաղելով ինչ-որ բանի վրա, որը նրանցից մեկը հենց նոր էր պատմել։ Մարիանայի Իզաբելլայի միջ լարվածության փուչիկը ակնթարթորեն պայթեց։ Իզաբելլան վերջին ժպիտը տվեց հեռացավ, այլս ոչինչ չասելով։ Մարիանան սպասեց մի քանի վայրկյան, ինքն իրեն հավաքելով, նախքան դուրս գալը։ Երբ նա վերադարձավ ճաշասենյակ, մատուցվում էր հիմնական ուտեստը, տավարի միս կարմիր գինու սոուսով, խորոված բանջարեղենով։ Նա նստեց իր տեղում, Ռաֆայելը նրան հարցական հայացք նետեց։ Ուշացար, մեկնաբանեց նա ցածր ձայնով։ Հերթ էր, ստեց Մարիանան։ Ընթրիքի մնացած մասը մշուշի մեջ անցավ։ Մարիանան ստիպեց իրեն մի քանի կտոր միս ուտել, իմանալով, որ պետք է ուժեղ մնա երեխայի պատճառով։ Նա մեխանիկորեն մասնակցեց զրույցներին, ծիծաղեց, երբ սպասվում էր, համաձայնության նշան արեց, երբ համապատասխան էր։ Բայց ներսից պատերազմում էր ինքն իր հետ, քննարկելով, թե ինչ անել այդ անտանելի իրավիճակի հետ։ Երբ ընթրիքը վերջապես ավարտվեց, հյուրերը սկսեցին վեր կենալ, առանձին տարածքում սուրճ աղանդեր խմելու համար, Մարիանան հնարավորություն տեսավ մի փոքր ավելի փախչելու։ Նա Ռաֆայելին ասաց, որ իրեն մաքուր օդ է պետք, որ ներքին միջավայրը չափազանց տաք էր իր համար։ Նա կարծես թեթացած էր նրա հեռանալուց, ինչը աննկատ չմնաց։ Ուզում ես, որ քեզ հետ գամ։ Պետք չէ, պատասխանեց Մարիանան։ Ես պարզապես մի քանի րոպե կգնամ այգի։ Նա վերադարձավ դեպի արտաքին տարածքը, որտեղ գիշերային օդը նրան դիմավորեց իր մխիթարող զովությամբ։ Այնտեղ ավելի քիչ մարդիկ կային հիմա, քանի որ մեծ մասը ներսում էր, աղանդեր վայելելով։ Մարիանան շատրվանի մոտ նստարան գտավ, նստեց, վերջապես թույլ տալով, որ իր ուսերը հանգստանան։ Բայց խաղաղությունը կարճ տեց։ Քայլեր մոտեցան, Մարիանան նույնիսկ կարիք չզգաց նայելու, իմանալու համար, թե ով էր։ Իզաբելլան նստեց նրա կողքին, առանց թույլտվություն խնդրելու, չափազանց մոտ, նորից ներխուժելով Մարիանայի անձնական տարածք։ Այդ վզնոցը գեղեցիկ է, ասաց Իզաբելլան, աչքերը հառած Մարիանայի վիզը զարդարող մարգարիտներին։ Մշակված են, թե՞։ Բնական։ Եվ Մարիանան հենց այդ պահին հասկացավ, որ գիշերը պատրաստվում էր այնպիսի ընթացք ստանալ, որը ամեն ինչ կփոխեր։ Մարիանան նայեց Իզաբելլային, մշակելով վզնոցի մասին հարցը։ Հարցը տալուձի մեջ ինչ-որ բան կար, մի ծանոթություն, որը չպետք է գոյություն ունենար։ Դրանք մշակված մարգարիտներ են, զգուշորեն պատասխանեց Մարիանան։ Դրանք իմ տատ Իգինն էին։ Ինչ գեղեցիկ, մրմնջաց Իզաբելլան, իսկ հետո ավելացրեց չարախնդությամբ լի ձայնով, Ռաֆայելն արդեն պատմել է ինձ այդ վզնոցի մասին։ Ասել է, որ դա շատ կարևոր ընտանեկան ժառանգություն է ձեզ համար։ Մարիանայի աշխարհը կարծես մեկ վայրկյանով կանգ առավ։ Ստամոքսը շրջվեց, նա կարճ, բայց ուժեղ գլխապտույտ զգաց։ Ռաֆայելը խոսել էր վզնոցի մասին այդ կնոջ հետ։ Նա կիսվել էր իրենց կյանքի մտերմիկ մանրամասներով, պատմություններով, որոնք պատկանում էին միայն զույգին։ Դավաճանությունը ոչ միայն ֆիզիկական էր, այլ էմոցիոնալ, ամուսնու կնոջ մեջ պետք է գոյություն ունեցող վստահության լիակատար խախտում։
Մարիանան կտրուկ վեր կացավ նստարանից, անհրաժեշտություն զգալով հեռավորություն պահել իր Իզաբելայի մեջ։ Նրա սիրտը արագ էր բաբախում, նա կարող էր զգալ, թե ինչպես է երեխան շարժվում, կարծես արձագանքում էր մոր հանկարծակի սթրեսին։ Ես պետք է գնամ, ասաց նա, նրա ձայնը ավելի դողդոջուն էր, քան կցանկանար։ Բայց Իզաբելան նույնպես վեր կացավ, արագ քայլերով հետելով Մարիանային։ Սպասիր, Մարիանա։ Պետք չէ ինձնից փախչը։ Ես ոչ մի բանից չեմ փախչում, պատասխանեց Մարիանան, կանգ առնելով շրջվելով առերեսվելու նրա հետ։ Պարզապես պատճառ չեմ տեսնում այս զրույցը շարունակելու համար։ Իզաբելան մի քանի քայլ ավելի մոտեցավ, նորից նվազեցնելով նրանց միջ տարածությունը։ Այգու լապտերների լույսը դրամատիկ ստվերներ էր ստեղծում նրա դեմքին, ընդգծելով ժպիտը, որը խաղում էր նրա շուրթերին։ Գիտես, պետք չէ ինձ հետ ձացնել։ Ես գիտեմ, որ դու գիտես իմ Ռաֆայելի մասին։ Ուղիղ հաստատումը, որը բարձրաձայն ասվեց, որովայնին հարվածի պես էր։ Նույնիսկ վստահ լինելով, նույնիսկ իր հոգու խորքում իմանալով, թե ինչ էր կատարվում, այդ խոսքերը այդքան հանգիստ լսելը կործանարար էր։ Մարիանան բացեց բերանը պատասխանելու համար, բայց ոչ մի բառ չդուրս եկավ։ Ինչ կարող էր ասել։ Ինչպես արձագանքել այդքան անամոթ խոստովանությանը։ Ոչինչ չունես ասելու, սադրեց Իզաբելան, մեկ քայլ անելով։ Կարծում էի, որ դու ավելի մարտունակ կլինես։ Բայց ակնհայտորեն նախընտրում ես ձացնել, թե ոչինչ չի կատարվում։ Շատ հարմար է, այնպես չէ՞։ Հատկապես հիմա, երբ հղի ես խոցելի։ Նրա վիճակի մասին հիշատակումը վերջին կաթիլն էր։ Զայրույթը, որը Մարիանան կուլ էր տալիս այդ գիշերվա սկզբից, վերջապես ձայն գտավ։ Ինչպես ես համարձակվում։ Ինչպես ես համարձակվում մոտենալ ինձ, խոսել ինձ հետ, սադրել ինձ։ Ամոթ չունես։ Իզաբելան ծիծաղեց, կարճ հումորից զուրկ ձայնով։ Ամոթ։ Ինչու։ Ես քեզ ոչ մի խոստում չեմ տվել։ Ես չեմ երդվել հավատարմության խորանի առաջ։ Եթե ինչ-որ մեկը պետք է ամաչի այստեղ, դա Ռաֆայելն է։ Բայց նա չափազանց թույլ է, իր զգացմունքներն ընդունելու համար։ Ինչ են ասում, կրկնեց Մարիանան, անհավատորեն։ Կարծում ես, որ Ռաֆայելը քեզ հանդեպ ինչ-որ բան է զգում, բացի անցողիկ ֆիզիկական գրավչությունից։ Իզաբելան ձեռքերը ծալեց, պաշտպանողական դիրքը մատնում էր այն վստահությունը, որը նա փորձում էր ցուցադրել։ Դու ոչինչ չգիտես մեր մասին։ Այն մասին, թե ինչ ենք կիսում։ Կիսում, Մարիանան դառը ծիծաղ զգաց։ Դու սիրուհին ես։ Մի։ Ուսը։ Նա, ում հետ նա զվարճանում է, երբ ձանձրացել է իրական կյանքից։ Մի խաբվիր, մտածելով, որ դա ավելին է։ Խոսքերը հասան իրենց թիրախին։ Մարիանան տեսավ, թե ինչպես Իզաբելայի գերազանցության դիմակը մեկ պահով ճաքեց, բացահայտելով տակը թաքնված անապահովությունը։ Բայց զայրույթը արագորեն փոխարինեց կասկածին։ Դու սխալվում ես, շնջաց Իզաբելան, ավելի մոտենալով, մինչ նրանց դեմքերը մի քանի սանտիմետր հեռավորության վրա էին։ Ռաֆայելն ինձ հետ է, որովհետ ուզում է, որովհետ ինձնում գտավ այն, ինչ դու այլս չես կարող տալ նրան։ Նայիր քեզ, հղի, հոգնած, կապված մի դերի հետ, որը ոչ մի տղամարդ իսկապես չի ուզում կնոջից։ Ես այն ամենն եմ, ինչ դու չես։ Երիտասարդ, ազատ, հետաքրքիր։ Յուրաքանչյուր բառ սուր շեղբ էր, խորը կտրելով։ Մարիանան զգում էր, որ արցունքները այրում են իր աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ դրանց թափվել։ Նա Իզաբելային չէր տա արցունքները տեսնելու բավարարությունը։ Իմ բժիշկն ասաց, որ մի փոքր սթրեսը վնասակար չէ, ասաց Մարիանան, ստիպելով իր ձայնին ամուր մնալ։ Բայց սա արդեն անցել է թեթ սթրեսի սահմ։ Անը։ Եթե ներեք, ես կվերադառնամ ներս։ Նա փորձեց անցնել Իզաբելայի կողքով, բայց կինը արգելափակեց նրա ճանապարհը, կանգնելով անմիջապես նրա առջ։ Նրա դեմքի թշնամանքն այժմ պարզ էր, առանց քաղաքավարության որեձացման։ Վախենում ես ճշմարտությունը լսելուց, մարտահրավեր նետեց Իզաբելան։ Վախենում ես ընդունելուց, որ քո կատարյալ ամուսնությունը սուտ է։ Հեռացիր իմ ճանապարհից, ասաց Մարիանան, ձայնը ցածր, բայց լի իշխանությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Իզաբելան չշարժվեց։ Փոխարենը, նրա աչքերը նորից հարվեցին մարգարտե վզնոցին։ Այդ վզնոցը, ասաց նա, ձայնը լի թույնով։ Ռաֆայելն ասաց, որ դու երբեք չես հանում այն։
որ դա քո ամենաթանկարժեք սեփականությունն է։ Զվարճալի է, թե ինչպես ես կառչում մեռած իրերից, անցյալի մասունքներից, որոնք այլս չեն վերադառնա։ Նախքան Մարիանան կկարողանար մշակել, թե ինչ էր կատարվում, Իզաբելան ձեռքը մեկնեց բռնեց վզնոցը։ Մարիանան քաշվածություն զգաց, մարգարիտները սեղմվում էին իր մաշկի վրա։ Ինչ ես անում։ Բաց թող։ Բայց Իզաբելան չբաց թողեց։ Փոխարենը, նա ուժով քաշեց։ Նրա աչքերը փայլում էին անհիմն զայրույթով։ Մարիանան փորձեց բռնել վզնոցը, այն հետ քաշելով, բայց Իզաբելան վճռական էր։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Վերջին բռնի քաշվածքով մարգարիտները պահող թելը կտրվեց։ Ձայնը գրեթե լուռ էր, մեղմ կտտոց, որը հակադրվում էր արարքի բռնությանը։ Մարգարիտները սկսեցին թափվել, մեկ առ մեկ, գլորվելով այգու քարե հատակի վրա, փոքր, չոր ձայներով։ Որոշները ընկան խոտի մեջ, մյուսները գլորվեցին դեպի շատրվանը, անհետանալով մթության մեջ։ Մարիանան մի պահ կաթվածահար մնաց, ձեռքը բնազդաբար դնելով մերկ պարանոցին, որտեղ պետք է լիներ վզնոցը։ Հետո, գրեթե որպես ռեֆլեքս, նրա մյուս ձեռքը գնաց որովայնին, պաշտպանելով երեխային։ Նա թեթ կծկում զգաց մարմնի արձագանքը հանկարծակի սթրեսին, բայց ոչինչ, որը կնշեր անմիջական վտանգ։ Ինչ արեցիր, շշնջաց Մարիանան, նայելով իր ոտքերի մոտ սփռված մարգարիտներին։ Իզաբելան դեռ ձեռքին էր պահում վզնոցի մնացորդները, կտրված թելը կախված էր նրա մատների մեջ։ Նա նայեց արածին, կարճ վայրկյանով կարծես վախեցավ իր սեփական արարքից։ Բայց հպարտությունն ու զայրույթը արա։ Գորեն քողարկեցին ցանկացած զղջում։ Դա պատահականություն էր, ասաց նա, բայց նրա ձայնը որե համոզմունք չէր կրում։ Պատահականություն։ Մարիանայի ձայնը բարձրացավ։ Դու միտումնավոր պոկեցիր իմ վզնոցը։ Այգում գտնվող մի քանի մարդ սկսեցին մոտենալ, գրավված իրարանցումից։ Մարիանան տեսավ, թե ինչպես նրանց շուրջը փոքր խումբ է ձավորվում, հետաքրքրասեր ցնցված դեմքերով դիտելով տեսարանը։ Մոտեցող մարդկանց մեջ էր Հենրիկ Ալեքսանյանը, հայտնի արվեստագետ, ով միջոցառման գլխավոր դեմքն էր։ Նա ականատես էր եղել ողջ տեսարանին, Մարիանան տեսավ, որ նա բջջային հեռախոսը ձեռքին էր, նկարահանելով։ Ես ամեն ինչ տեսա, բարձր ասաց Հենրիկը, որպեսզի բոլորը լսեին։ Նա հարձակվեց ձեր վրա։ Միտումնավոր պոկեց ձեր վզնոցը։ Իզաբելան գունատվեց, գիտակցելով, որ վկաներ կան, որ իր արարքները չեն կարող շղթվել կամ խեղաթյուրվել։ Դա այդպես չէր, փորձեց նա, բայց նրա ձայնը թույլ ոչ համոզիչ էր հնչում։ Մարիանան խորը շունչ քաշեց, ստիպելով իրեն հանգիստ մնալ, չնայած սրտի արագ բաբախյունին դողացող ձեռքերին։ Նա նայեց շրջապատի մարդկան։ Ապա Իզաբելային, վերջապես Հենրիկին, նրա տեսախցիկին։ Բոլորը տեսան, հստակ ասաց Մարիանան, իր ձայնը բարձրացնելով, որպեսզի ներկա յուրաքանչյուր մարդ լսի։ Բոլորը տեսան, թե ինչ արեց նա։ Նա հարձակվեց ինձ վրա։ Հարձակվեց հղի կնոջ վրա հանրության մեջ։ Հետաց լռությունը բացարձակ էր, ծանր, այն հետանքների քաշով, որոնք նոր էին սկսում զարգանալ։ Կասկադի արվեստի կենտրոնի տաղավարի այգին վերածվել էր իմպրովիզացված բեմի, որտեղ իրական դրամա էր բացվում ուշադիր աչքերի առաջ։ Ավելի շատ մարդիկ սկսեցին դուրս գալ գլխավոր սրահից, գրավված այն շշուկներից, որոնք արագորեն տարածվում էին հյուրերի միջ։ Դիտորդների շրջան ձավորվեց Մարիանայի Իզաբելայի շուրջը, բոլորը շշնջում էին միմյանց հետ, ոմանք բջջային հեռախոսները բարձրացրած նկարահանելով այդ տեսարանի յուրաքանչյուր վայրկյանը։ Մարիանան մնում էր կանգնած, մի ձեռքը դեռ պաշտպանելով որովայնը, մյուսը կախված մարմնի կողքին։ Նրա աչքերը շրջում էին հատակին սփռված մարգարիտների վրա, յուրաքանչյուրը ներկայացնելով ոչ միայն կորցրած զարդ, այլ իր ընտանեկան ժառանգության մի կտո, որն այժմ ոչնչացված էր։ Այդ վզնոցը սերունդներ էր անցել, գոյատել պատերազմներից, փոփոխություններից, վերջապես ջարդուփշուր լինելու համար նախանձով ամբարտավանությամբ առաջնորդվող մի կնոջ ձեռքերում։ Իզաբելան մի քանի քայլ հետ էր գնացել, դեռ ձեռքին պահելով վզնոցի մնացորդները։ Նրա դեմքը, որը նախկինում լի էր վստահությամբ, չարախնդությամբ, այժմ ցույց էր տալիս վատ քողարկված խուճապի նշաններ։ Նա նայում էր շուրջը, գիտակցելով, որ իրավիճակը լիովին դուրս էր եկել իր վերահսկողությունից։ Ինչ-որ մեկը պետք է անվտանգություն կանչի, ասաց մի կանացի ձայն դիտորդների միջից։ Արդեն գալիս են, պատասխանեց մեկ ուրիշը։ Հենրիկ Ալեքսանյանը, արվեստագետը, ով ամեն ինչ նկարահանել էր, մոտեցավ Մարիանային լուրջ արտահայտությամբ։
Տիկին Հովհաննիսյան, լավ եք։ Բժշկական օգնության կարիք ունեք։ Նրա ձայնի անկեղծ անհանգստությունը անսպասելիորեն դիպավ Մարիաննային։ Ամբողջ այդ կեղծիքի դավաճանության մեջ ահա մեկը, ով իսկապես հոգ էր տանում նրա բարեկեցության մասին։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Պարզապես մի փոքր ցնցված եմ։ Ես ամեն ինչ նկարահանել եմ, ասաց Հենրիկը, ցույց տալով բջջային հեռախոսը։ Այն պահից, երբ նա պոկեց վզնոցը։ Դա հարձակման հստակ ապացույց է։ Իզաբելլան վերջապես նորից ձայն գտավ, թե այն բարձրահնչում պաշտպանողական էր հնչում։ Հարձակում։ Մի ծիծաղեցրեք։ Դա պատահականություն էր, վիճաբանություն, որը դուրս եկավ վերահսկողությունից։ Ոչ ոք չվիրավորվեց։ Դուք ֆիզիկապես հարձակվեցիք հղի կնոջ վրա, ամուր պատասխանեց Հենրիկը։ Դա պարզ պատահականություն չէ։ Ես ամեն ինչ տեսա, իմ ձայնագրությունը հստակ ցույց է տալիս ձեր մտադրությունները։ Երկու միջոցառման անվտանգության աշխատակիցներ հենց այդ պահին ժամանեցին, ճանապարհ բացելով բազմության միջով։ Նրանք բարձրահասակ ամուր տղամարդիկ էին, անթերի համազգեստներով, պրոֆեսիոնալ արտահայտություններով։ Ինչ է կատարվում այստեղ։ Մարիաննան խորը շունչ քաշեց, զարմանալիորեն հանգիստ ձայնով բացատրեց։ Այս կինը հարձակվեց ինձ վրա։ Բռնի ուժով պոկեց իմ վզնոցը վզիցս։ Կան վկաներ ձայնագրություններ, որոնք ապացուցում են դա։ Անվտանգության աշխատակիցներից մեկը նայեց Հենրիկին, ով լխով արեց, հաստատելով. Ես ամեն ինչ ձայնագրել եմ այստեղ։ Կարող եմ պատճեն ուղարկել, եթե անհրաժեշտ լինի։ Իզաբելլան, գիտակցելով, որ անկյունում է, փորձեց վերջին մանրը։ Նա չափազանցնում է։ Մենք պարզապես զրուցում էինք, վզնոցը պատահաբար կտրվեց։ Դա միտումնավոր չէր։ Երկրորդ անվտանգության աշխատակիցը սկսեց խնդրել դիտորդներին հեռանալ, բայց Մարիաննային, Իզաբելլային Հենրիկին այնտեղ պահեց։ Մենք պետք է գրանցենք այս միջադեպը։ Երկու տիկնայք ստիպված կլինեն մեզ հետ գալ, պաշտոնական հաշվետվություն տալու համար։ Հենց այդ պահին Ռաֆայելը վերջապես հայտնվեց, ճանապարհ բացելով մարդկանց միջով, շփոթված թեթակի զայրացած արտահայտությամբ։ Մարիաննա, ինչ է կատարվում։ Ինձ ասացին, որ ինչ-որ խնդիր է եղել։ Նա կանգ առավ, տեսնելով իր արջի տեսարանը։ Իզաբելլա, գունատ նյարդային, ձեռքին վզնոցի մնացորդները։ Մարիաննա, մերկ պարանոցով դեմքին ցավի զսպված արտահայտությամբ։ Հատակին սփռված մարգարիտները։ Անվտանգության աշխատակիցները։ Դիտող մարդիկ։ Մարիաննան տեսավ այն ճշգրիտ պահը, երբ Ռաֆայելը հասկացավ իրավիճակը, տեսավ խուճապը։ Նրա դեմքին, նախքան նա կկարողանար քողարկել այն։ Նա նայեց Մարիաննայից Իզաբելլային, այդ միակ հայացքով Մարիաննան շատ ավելին տեսավ, քան կցանկանար։ Այնտեղ անհանգստություն կար, բայց դա նրան ուղղված չէր։ Դա Իզաբելլային էր։ Ռաֆայել, նա ասում է, որ ես հարձակվել եմ իր վրա, արագ ասաց Իզաբելլան, նախքան Մարիաննան կկարողանար խոսել։ Բայց այդպես չէր։ Դա պատահականություն էր, դու պետք է նրանց բացատրես։ Ռաֆայելը կատվածահար մնաց, ակնհայտորեն չիմանալով, թե ինչպես վարվել այդ պայթուցիկ իրավիճակի հետ։ Ես վստահ եմ, որ դա թյուրիմացություն էր։ Թյուրիմացություն։ Մարիաննայի ձայնը ավելի բարձր հնչեց, քան մտադրվել էր։ Նա պոկեց իմ տատիկի վզնոցը վզիցս, Ռաֆայել։ Այն վզնոցը, որի նշանակությունը դու գիտես ինձ համար։ Եվ դու դա թյուրիմացությունն ես անվանում։ Մարիաննա, եկ հանգստանանք, ասաց Ռաֆայելը, ձեռքերը մեկնելով հանդարտեցնող ժեստով, որը միայն ավելացրեց նրա զայրույթը։ Մի ասա ինձ հանգստանալ, պատասխանեց Մարիաննան, զգալով, որ արցունքները վերջապես դուրս են գալիս գլորվում իր դեմքով։ Ոչ այն ժամանակ, երբ դու հստակ արդեն գիտեիր, թե ով է նա։ Ոչ այն ժամանակ, երբ քո առաջին արձագանքը նրան պաշտպանելն էր, այլ ոչ թե ինձ համար անհանգստանալը։ Հետաց լռությունը ամոթալի էր։ Այնտեղ ներկա բոլորը հասկացել էին Մարիաննայի խոսքերի ենթատեքստը։ Հայացքները ուղղվեցին Ռաֆայելին, սպասելով նրա պատասխանին։ Բայց նախքան նա կկարողանար որևէ բան ասել, մի կանացի ձայն կտրեց օդը։ Մարիաննա։ Մարիաննան շրջվեց, տեսավ իր քրոջը, Բեատրիսին, որը վազում էր դեպի իրեն։ Բեատրիսը 28 տարեկան էր, աշխատում էր որպես փաստաբան Լանի հեղինակավոր գրասենյակում։
Նա հրավիրվել էր միջոցառմանը մասնագիտական կապերի միջոցով գտնվում էր տաղավարի մեկ այլ հատվածում, երբ իմացավ միջադեպի մասին։ Բեատրիսը մոտեցավ Մարիանայի կողքին անմիջապես պաշտպանողաբար գրկեց նրան։ Ինչ պատահեց։ Լավ ես։ Երեխան լավ է։ Լավ եմ, բիա, պատասխանեց Մարիանան, օգտագործելով քրոջ քնքուշ մականունը։ Բայց նա, մատնանշեց Իզաբելային, ինձ վրա հարձակվեց։ Բեատրիսը նայեց Իզաբելային այնպիսի արտահայտությամբ, որը կարող էր սառեցնել դժոխքը։ Ապա նրա աչքերը շրջվեցին դեպի Ռաֆայելը, նրա հայացքի արամարանքը անսխալական էր։ Բեատրիսը երբեք չէր սիրել Ռաֆայելին, միշտ կարծելով, որ նա բավականաչափ լավ չէ իր քրոջ համար։ Եվ հիմա նա հաստատում ուներ, որ իր բնազդները ճիշտ էին։ Ես քեզ կհանեմ այստեղից, ամուր ասաց Բեատրիսը։ Բայց նախ, դիմեց նա անվտանգության աշխատակիցներին, ես ուզում եմ համոզվել, որ այս միջադեպը պատշաճ կերպով գրանցվի։ Իմ քույրը հարձակման է ենթարկվել, դրա հստակ ապացույցներ կան։ Հուսով եմ, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։ Անվտանգության աշխատակիցներից մեկը գլխով արեց։ Մենք արդեն ոստիկանություն ենք կանչել, պաշտոնական գրանցում կատարելու համար։ Եվ մենք ունենք նա միջոցառման անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։ Իզաբելան էլ ավելի գունատվեց ոստիկանության հիշատակումից։ Ռաֆայելը ձեռքով անցավ մազերով, ակնհայտորեն հուսահատված վերահսկելու իրավիճակը, որը լիովին դուրս էր գալիս իր ձեռքերից։ Հենրիկ Ալեքսանյանն արդեն տեսանյութը տարածում էր իր բջջային հեռախոսի միջոցով։ Մարիանան տեսավ, թե ինչպես է նա արագ մուտքագրում, վայրկյաններ անց լսեց ծանուցումների ձայները, որոնք արձագանքում էին շրջապատի մի քանի մարդկանց բջջային հեռախոսներից։ Տեսանյութը տարածվում էր, իրական ժամանակում վիրուսային դառնալով սոցիալական ցանցերի միջոցով։ Ռաֆայել, մենք պետք է խոսենք, ասաց Իզաբելան, նրա ձայնը գրեթե հուսահատ էր։ Ոչ հիմա, կտրուկ պատասխանեց Ռաֆայելը, բացահայտելով իրենց հարաբերությունների մասին ավելին, քան մտադրվել էր։ Բեատրիսը մեղմորեն բռնեց Մարիանայի ձեռքը։ Եկ գնանք։ Պետք չէ այստեղ մնալ ավելի շատ ամոթ զգալ։ Բայց նախ, Աց Մարիանան, շրջվելով դեպի անվտանգության աշխատակիցները, ես ուզում եմ ամբողջական ցուցմունք տալ։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ պաշտոնապես գրանցվի։ Հաջորդ կես ժամը նա անցկացրեց, պատմելով երեկոյի իրադարձությունները անվտանգության աշխատակիցներին, իսկ հետո ժամանած ոստիկաններին։ Նա նկարագրեց յուրաքանչյուր մանրամասն Իզաբելայի հետ այգում առաջին հանդիպումից մինչ այն պահը, երբ վզնոցը պոկվեց։ Հենրիկը տեսանյութի պատճենը հանձնեց իշխանություններին, այլ վկաներ հաստատեցին Մարիանայի տարբերակը։ Ամբողջ այդ ընթացքում Ռաֆայելը հեռավորության վրա էր մնում, դիտելով, բայց չմոտենալով։ Իզաբելան նույնպես տվեց իր ցուցմունքը, փորձելով նվազագույնի հասցնել միջադեպը, բայց նրա դեմ ապացույցներն անհերքելի էին։ Երբ ամեն ինչ վերջապես ավարտվեց, Բեատրիսը Մարիանային դուրս տարավ տաղավարից։ Ռաֆայելը փորձեց մոտենալ։ Մարիանա, թույլ տուր քեզ տուն տանեմ։ Ոչ, ամուր պատասխանեց Մարիանան։ Ես Բեատրիսի հետ կգնամ։ Բայց ես քո ամուսինն եմ։ Առայժմ, ընդհատեց Մարիանան, խոսքերը կախված մնացին օդում, որպես դատավճիռ։ Նա մեջքը շրջեց Ռաֆայելին, գնաց դեպի Բեատրիսի մեքենան, առանց հետ նայելու։ Եվ ամիսների մեջ առաջին անգամ Մարիանան ցավից տառապանքից տարբեր բան զգաց։ Նա վճռականություն զգաց։ Արվեստի գարնան միջադեպից հետո հաջորդած օրերը փոթորկի պես էին, որը ամեն ինչ քշում էր իր ճանապարհից։ Մարիանան հաջորդ առավոտ արթնացավ Բեատրիսի տանը, հյուրասենյակում, որի պատերը ներկված էին մեղմ կապույտով։ Արի լույսը մտնում էր սպիտակ կտավե վարագույրներից, կարճ պահով, մինչ նրա միտքը լիովին կարթնանար, նա գրեթե մոռացավ այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Բայց հետո իրականությունը վերադարձավ ամբողջ ուժով, նա ձեռքը դրեց մերկ պարանոցին, զգալով մարգարտե վզնոցի բացակայությունը, որպես բաց վերք։ Բեատրիսը մեղմորեն թակեց դուռը, մտնելուց առաջ, ձեռքին սկուտեղ, սուրճով, թարմ պանրով խմորեղենով, բնական նարնջի հյութով։ Բարի լույս, քույրիկ։ Ինչպես քնեցիր։ Մարիանան նստեց մահճակալին, բարձերը շտկելով մեջքի հետում։ Զարմանալիորեն լավ, հաշվի առնելով ամեն ինչ։ Կարծում եմ, որ հոգնածությունն ավելի ուժեղ էր, քան սթրեսը։ Բեատրիսը սկուտեղը դրեց Մարիանայի ծնկներին, նստեց մահճակալի եզրին։ Մի բան ունեմ, որ պետք է տեսնես։
Չէի ուզում անմիջապես ցույց տալ քեզ, բայց կարծում եմ, որ ավելի լավ է իմանաս։ Նա վերցրեց բջջային հեռախոսը, բացեց սոցիալական ցանց։ Էկրանը լի էր Հենրիկ Ալեքսանյանի կողմից նախորդ գիշեր նկարահանված տեսանյութի տարածումներով։ Տեսանյութն արդեն ուներ միլիոնավոր դիտումներ, հազարավոր մեկնաբանություններ։ Միջադեպի հետ կապված հեշթեգները պահի ամենաշատ քննարկվող թեմաների շարքում էին։ Մարիանան տեսանյութը դիտեց զգացմունքների խառնուրդով։ Նա տեսնում էր իրեն, փորձելով հանգիստ արժանապատիվ մնալ, մինչ Իզաբելլան հարձակվում էր նրա վրա։ Նա տեսնում էր այն ճշգրիտ պահը, երբ վզնոցը կտրվում էր, մարգարիտները թափվում էին հատակին։ Նա տեսնում էր իր սեփական ձեռքը, բնազդաբար գնացող դեպի որովայնը, պաշտպանելով երեխային։ Եվ նա տեսնում էր շրջապատի վկաների ցնցված դեմքերը։ Մեկնաբանությունները հիմնականում Մարիանայի աջակցության մասին էին։ Մարդիկ վրդովմունք էին հայ տնում Իզաբելլայի պահվածքի կապակցությամբ, քննադատում էին նրա հարձակումը հղի կնոջ վրա, շահարկում էին հարձակման պատճառները։ Ոմանք նույնականացրել էին Իզաբելլային, արդեն հետաքննում էին նրա անցյալը, բացահայտելով նրա կյանքի մանրամասները սոցիալական ցանցերում։ Սա անիրական է, մրմնջաց Մարիանան, բջջային հեռախոսը վերադարձնելով Բեատրիսին։ Հանրային կարծիքը լիովին քո կողմն է, ասաց Բեատրիսը։ Իզաբելլա Սարգսյանին խաչ են հանում սոցիալական ցանցերում։ Ես արդեն տեսել եմ մի քանի ընկերությունների գրառումներ, որոնք ասում են, որ խզելու են նրա հետ պայմանագրերը։ Նրա կարիերան որպես արվեստի խորհրդատու գրեթե ավարտված է։ Մարիանան բավարարություն չզգաց այդ լուրից, պարզապես մի տարօրինակ դատարկություն։ Ես երբեք չեմ ուզել ոչ մեկի կյանքը կործանել։ Ես պարզապես ուզում էի, որ նա ինձ հանգիստ թողներ։ Նա ինքը կործանեց իր կյանքը, երբ որոշեց հանրայնորեն հարձակվել քեզ վրա, ուղղեց Բեատրիսը։ Հետանքները նրա ընտրությունների անմիջական արդյունքն են։ Հաջորդ շաբաթ Մարիանան մնաց Բեատրիսի տանը, խուսափելով Ռաֆայելի հետ շփումից, բացի խիստ անհրաժեշտից։ Նա անընդհատ զանգահարում էր, հաղորդագրություններ էր ուղարկում, փորձում էր հանդիպումներ կազմակերպել, խոսելու համար։ Բայց Մարիանան պատրաստ չէր։ Ամեն անգամ, երբ նա տեսնում էր նրա անունը բջջային հեռախոսի էկրանին, նա զգում էր զայրույթի, տխրության, հիասթափության խառնուրդ, որը ֆիզիկական էր իր ինտենսիվությամբ։ Ռաֆայելին վերջապես հաջողվեց գտնել նրան, երբ նա գնաց այն բնակարանը, որը նրանք կիսել էին մի քանի հագուստ անձնական իրեր վերցնելու համար։ Նա սպասում էր, նստած այն հյուրասենյակում, որը նախկինում իրենցն էր, հոգնած տեսքով, խորը կապտուկներով։ Մարիանա, մենք պետք է խոսենք, ասաց նա հենց որ տեսավ նրան մտնող։ Խոսելու ոչինչ չկա, Ռաֆայել, պատասխանեց նա, ուղղակիորեն գնալով ննջասենյակ։ Նա հետեց նրան, հուսահատված։ Խնդրում եմ, լսիր ինձ։ Ես հսկայական սխալ եմ գործել։ Ես դա գիտեմ։ Բայց մենք կարող ենք հաղթահարել դա, մեր որդու բարօրության համար։ Մարիանան կանգ առավ, շրջվեց, առերեսվելու նրա հետ։ Մեր որդու բարօրության համար։ Դու մտածեցիր մեր որդու մասին, երբ սիրա վեպ սկսեցիր այդ կնոջ հետ։ Մտածեցիր նրա մասին, երբ ինձ խելագարի տեղ դրեցիր, քեզնից կասկածելու համար։ Մտածեցիր նրա մասին, երբ նրան պաշտպանեցիր հանրության մեջ, այն բանից հետո, երբ նա հարձակվեց ինձ վրա։ Յուրաքանչյուր բառ մեղադրանք էր, Ռաֆայելը գծկվում էր դրանց ծանրության տակ։ Ես շփոթված էի, փորձեց նա։ Իզաբելլան շեղում էր, դատողության սխալ։ Բայց դու ես, ում ես սիրում, դու ես, ում հետ ուզում եմ անցկացնել կյանքիս մնացած մասը։ Գուցե դա ճիշտ էր մի քանի ամիս առաջ, ասաց Մարիանան, նրա ձայնը հիմա ավելի հանգիստ էր, բայց լի տխրությամբ։ Բայց դու քանդեցիր այն ամենը, ինչ ունեինք։ Վստահությունը, հարգանքը, սերը։ Դա հնարավոր չէ վերականգնել պարզապես այն պատճառով, որ դու որոշեցիր, որ ուզում ես։ Մարիանա, խնդրում եմ։ Ես ամուսնալուծություն կխնդրեմ, Ռաֆայել, ընդհատեց նա։ Իմ փաստաբանը կկապվի քո հետ։ Հուսով եմ, որ մենք կարող ենք ամեն ինչ քաղաքակիրթ լուծել մեր որդու բարօրության համար։ Բայց մեր ամուսնությունը ավարտված է։ Ռաֆայելի դեմքին վերջապես հայտնված հրաժարականը տեսնելը ցավալի էր, բայց նա ազատագրող։ Դա այն փակումն էր, որը նրան պետք էր առաջ շարժվելու համար։ Սկանդալի հետանքները ազդեցին նա Ռաֆայելի մասնագիտական կյանքի վրա։ Նրա ընկերության կառավարման խորհուրդը որոշեց ժամանակավորապես կասեցնել նրան, մինչ իրավիճակը կհանգստանա ընկերության իմիջը այլևս չկապվի սկանդալի հետ։
Լուրը լայնորեն տարածվեց բիզնեսի մասնագիտացված լրատվամիջոցներում։ Իզաբելայի ճակատագիրն էլ ավելի վատ էր։ Բացի չեղյալ հայտարարված պայմանագրերից, նա կորցրեց իր դիրքը որպես խորհրդատու մի քանի արվեստի պատկերասրահներում։ Ոչ ոք չէր ուզում կապված լինել մեկի հետ, ով հանրայնորեն հարձակվել էր հղի կնոջ վրա։ Նա փորձեց պաշտպանել իրեն սոցիալական ցանցերում, հրապարակելով հանրային ներողություններ պնդելով, որ դժվար ժամանակաշրջան էր անցնում։ Բայց հանրային կարծիքն արդեն անդառնալիորեն շրջվել էր նրա դեմ։ Մարիանան սկսեց հաճախել թերապիայի, հետելով Բեատրիսի առաջարկին։ Դոկտոր Հելենա Սահակյանի տրավմաների կյանքի անցումների մասնագետ հոգեբանի հետ նիստերը հիմնարար էին նրա էմոցիոնալ վերականգնման համար։ Նիստերի ընթացքում Մարիանան վերջապես թույլ տվեց իրեն մշակել այն ամբողջ ցավը, զայրույթը դավաճանության զգացումը, որը կրել էր։ Թերապիան նա օգնեց նրան պատրաստվելու միայնակ մայրությանը։ Մարիանան վախենում էր, որ բավարար չի լինի, որ չի կարողանա իր որդուն տալ այն ամենը, ինչ նա արժանի էր, առանց ներկա հոր։ Բայց դոկտոր Հելենան օգնեց նրան տեսնելու, որ նա ավելի ուժեղ էր, քան կարծում էր, որ նա գոյատել էր այն ամենացավալի փորձերից մեկը, որը մարդը կարող է անցնել, դուրս էր եկել մյուս կողմից ավելի դիմացկուն։ Ամիսներն անցան, Մարիանայի փորը մեծացավ։ Նա տեղափոխվեց իր սեփական բնակարան, ավելի փոքր, քան այն, որը նա կիսել էր Ռաֆայելի հետ, բայց հարմարավետ լույսով լի։ Նա ձավորեց երեխայի սենյակը անանուխ կանաչ մեղմ դեղին երանգներով, լցնելով այն փափուկ խաղալիքներով ու շանվերներով, որոնք Բեատրիսը այլ ընկերուհիներ էին տվել նրան։ Ռաֆայելը փորձեց ներկա լինել հղիության ընթացքում, խնդրելով ուղեկցել նրան բժշկական զննումների հետազոտությունների ժամանակ։ Մարիանան թույլ տվեց, ոչ թե նրա համար, այլ որովհետև գիտեր, որ երեխան արժանի էր հայր ունենալ իր կյանքում, նույնիսկ եթե ծնողները միասին չէին։ Բայց նա պահպանում էր հստակ սահմաններ։ Ռաֆայելը նրա որդու հայրն էր, բայց այլս նրա ամուսինը չէր, այլս նրա վստահելի ընկերը չէր։ Սեպտեմբերի մի առավոտ, արվեստի ցուցահանդեսի միջադեպից 3 ամիս անց, Մարիանան արթնացավ, զգալով առաջին կծկումները։ Նա հղիության 38-րդ շաբաթում էր, նրա մարմինը վերջապես որոշել էր, որ ժամանակն է իր որդուն աշխարհ բերելու։ Բեատրիսը նրան տարավ հիվանդանոց, ճանապարհին զանգահարելով Ռաֆայելին։ Ծնունդը երկար էր, բայց առանց բարդությունների։ Եվ երբ Մարիանան վերջապես առաջին անգամ իր որդուն գրկեց, նայելով այդ փոքրիկ կատարյալ դեմքին, նա սիրո այնպիսի ուժեղ ալիք զգաց, որ անցյալի բոլոր ցավերը հեռու աննշան թվացին։ Լուկաս, շշնջաց նա, համբուրելով երեխայի ճակատը։ Իմ փոքրիկ Լուկաս։ Ռաֆայելը հիվանդանոց ժամանեց 1 ժամ անց, Մարիանան թույլ տվեց նրան ծանոթանալ որդու հետ։ Ռաֆայելին առաջին անգամ Լուկասին գրկած տեսնելը տարօրինակ հուզիչ էր միաժամանակ։ Նա լացեց, լուռ արցունքներ գլորվեցին նրա դեմքով, մինչ նա նայում էր այդ երեխային, որը նրա կեսն էր։ Նա կատարյալ է, ասաց Ռաֆայելը, նրա ձայնը խեղդված էր։ Շնորհակալ եմ, Մարիանա։ Շնորհակալ եմ այս նվերը ինձ տալու համար։ Մարիանան չպատասխանեց, պարզապես դիտում էր հորն ու որդուն, իմանալով, որ դա կլինի այն հարաբերությունների տեսակը, որոնք նրանք կունենային այսուհետ։ Համացնողներ, ոչ ավելին։ Լուկասի ծնունդից հետո հաջորդած շաբաթներին Մարիանան իր մեջ մի ուժ հայտնաբերեց, որը չգիտեր, որ ուներ։ Անքուն գիշերները, մշտական կերակրումները, անվերջ տակտիրները ոչինչ չէր վախեցնում նրան։ Նա առերեսվել էր դավաճանությանը, հանրային նվաստացմանը, բաժանման ցավին։ Իր որդու մասին հոգ տանելը մարտահրավեր էր, բայց դա սիրով նպատակով լի մարտահրավեր էր։ Եվ առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում Մարիանան նայեց ապագային հնարավորություններ տեսավ, ոչ միայն ցավ։ Լուկասի ծնունդից 6 ամիս անց Մարիանան անճանաչելի էր, ոչ թե ֆիզիկապես, այլ էությամբ։ Նրա շարժումներում թեթություն կար, նրա աչքերում փայլ, որը նախկինում գոյություն չուներ։ Նա կորցրել էր հղիության քաշը վերականգնել իր կազմվածքը, բայց դրանից ավելի կարևոր էր, որ նա վերականգնել էր շատ ավելի արժեքավոր բան՝ իր ինքնագնահատականը, իր վստահությունը, իր ինքնության զգացումը, որը կախված չէր տղամարդու կողքին լինելուց։ Լուկասը հանգիստ ժպտացող երեխա էր, մոր մուգ աչքերով անհնազանդ գանգուրներով, որոնք խոստանում էին նույնքան դժվար լինել ընտելացնելու համար, որքան հորը։ Մարիանան նայում էր այդ փոքրիկ էակին երախտագիտություն էր զգում այն ամենի համար, ինչ անցել էր, քանի որ այդ տառապանքը նրան հասցրել էր մինչ այնտեղ, մայրությանը, որը լցնում էր նրան այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Բեատրիսը շարունակում էր լինել նրա ժայռը, նրա խարիսխը դժվար օրերին։
Բայց Մարիանան ընդլայնել էր իր աջակցության ցանցը, նոր ընկերություններ հաստատելով։ Մայրերի խմբերում վերականգնելով կապերը հին ընկերուհիների հետ, որոնց անտեսել էր ամուսնության տարիներին։ Նա այլս մենակ չէր, ոչ էլ այդպես էր զգում։ Ռաֆայելի ամուսնալուծությունն ավարտվել էր 1 ամիս առաջ, զարմանալիորեն հարթ ընթացող գործընթաց, հաշվի առնելով հանգամանքները։ Ռաֆայելն ընդունել էր Մարիանայի առաջարկած բոլոր պայմանները, համաձայնելով գույքի բաժանմանը Լուկասի այցելության սխեմային։ Նա որդուն տեսնում էր շաբաթական 2 անգամ, առաջին ամիսներին միշտ հսկողության ներքո, աստիճանաբար կառուցում էր իր սեփական հարաբերությունները տղայի հետ։ Ռաֆայելի մասնագիտական կյանքը մասամբ վերականգնվել էր։ Նա վերադարձել էր ընկերություն, բայց ավելի քիչ հեղինակավոր պաշտոնում, կորցրել էր մի քանի կարևոր պայմանագրեր։ Մարդիկ երկար հիշողություն ունեին, սկանդալը դեռ հետում էր նրան որպես ստվեր։ Բայց նա փորձում էր վերակառուցել Մարիանան առատաձեռնորեն, հույս ուներ, որ նրան դա կհաջողվի, ոչ թե նրա համար, այլ Լուկասի համար, ով արժանի էր կայուն ներկա հոր։ Իզաբելա Սարգսյանը գրեթե անհետացել էր Երանյան սոցի ալական տեսարանից։ Բամբասանքներ էին տարածվում, որ նա տեղափոխվել էր Գյումրի, փորձելով նորից սկսել մի քաղաքում, որտեղ նրա դեմքը անմիջապես չէր ճանաչվում։ Մարիանան հազվադեպ էր մտածում նրա մասին, երբ մտածում էր, դա առանց զայրույթի էր, պարզապես մշուշոտ հետաքրքրություն այն մասին, թե ինչպես կարող է ինչ-որ մեկը թույլ տալ, որ այդքան կործանարար զգացմունքները վերահսկեն իրեն։ Մարտի մի կեսօր, երբ ամառվա շոգը վերջապես սկսում էր նվազել, Մարիանան անսպասելի հրավեր ստացավ։ Դա Հենրիկ Ալեքսանյանից էր, արվեստագետից, ով նկարահանել էր միջադեպը դարձել անհավանական դաշնակից։ Նա նոր ցուցահանդես էր կազմակերպում Կասկադի արվեստի կենտրոնի տաղավարում, ուզում էր, որ Մարիանան իր հատուկ հյուրը լիներ։ Սկզբում Մարիանան վարանեց վերադառնալ այն վայրը, որտեղ ամեն ինչ տեղի էր ունեցել, չափազանց մեծ քայլ էր թվում։ Բայց հետո նա հասկացավ, որ հենց դրա համար էլ պետք է գնար։ Նա պետք է ապացուցեր ինքն իրեն, որ այդ վայրն այլևս իշխանություն չունի իր վրա, որ կարող է այնտեղ լինել պարզապես խաղաղություն զգալ։ Բեատրիսն առաջարկեց հո կտանել Լուկասի մասին միջոցառման գիշերը, Մարիանան համաձայնեց։ Նա ընտրեց մուգ կապույտ զգեստ, որն ընդգծում էր նրա աչքերը մազերը բաց էր թողել բնական ալիքներով։ Երբ նա հայելու մեջ նայեց իրեն դուրս գալուց առաջ, նա տեսավ մի կնոջ, որը լիովին տարբեր էր այն կնոջից, ով այնտեղ էր եղել 6 ամիս առաջ, վախեցած, վիրավորված, կորած։ Հիմա նա տեսնում էր մի ուժեղ, դիմացկուն կնոջ, պատրաստ առերեսվելու այն ամենին, ինչ կյանքը կնետեր իր ճանապարհին։ Կասկադի արվեստի կենտրոնի տաղավարն այնքան շքեղ էր, որքան Մարիանան հիշում էր։ Լույսերը, փայլեցված մարմարը, խնամքով դասավորված արվեստի գործերը, ամեն ինչ ստեղծում էր այդ բացառիկ էլեգանտության մթնոլորտը։ Բայց այս անգամ Մարիանան անհանգստության ծանրություն չէր զգում, պարզապես անկեղծ գնահատանք շրջապատի գեղեցկության նկատմամբ։ Հենրիկը նրան անձամբ դիմավորեց մուտքի մոտ, ջերմորեն ժպտալով։ Մարիանա, ինչ ուրախություն, որ եկաք։ Վախենում էի, որ կմերժեիք հրավերը։ Մտածեցի մերժելու մասին, խոստովանեց Մարիանան։ Բայց հետո հասկացա, որ չէի կարող թույլ տալ, որ այդքան գեղեցիկ վայրը կապվեր միայն վատ հիշողությունների հետ։ Հենրիկը նրան ուղղորդեց ցուցահանդեսով, կրկոտորեն բացատրելով իր աշխատանքները։ Նա ստեղծել էր տեղադրումների շարք, վերսկսումների վերափոխումների մասին, թեմաներ, որոնք խորապես արձագանքում էին Մարիանայի ճանապարհորդությանը։ Մասնավորապես, մեկ աշխատանք դիպավ նրան, կոտրված հայելիների բեկորներից պատրաստված Փյունիկի քանդակ, որն արտացոլում էր լույսը 1000 տարբեր ուղղություններով։ Դա այն մասին է, թե ինչպես կարող ենք վերակառուցվել կոտրված կտորներից, բացատրեց Հենրիկը։ Եվ թե ինչպես մեր նորձը կարող է նույնիսկ ավելի գեղեցիկ լինել, քան բնօրինակը։ Մարիանան արցունքներ զգաց իր աչքերում, բայց դրանք լավ արցունքներ էին, ճանաչման բուժման։ Դա կատարյալ է։ Միջոցառման ընթացքում շրջելիս Մարիանան նկատեց հայացքները։ Որոշ մարդիկ ճանաչում էին նրան, նա կարող էր տեսնել դա իրենց աչքերում։ Բայց հայացքները ցավի կամ ամոթի չէին։ Դա հարգանք էր, նույնիսկ հիացմունք։ Նա ուժի խորհրդանիշ էր դարձել բազմաթիվ կանանց համար, ովքեր տեսել էին, թե ինչպես է նա պահպանում արժանապատվ ությունը անհնարին իրավիճակում։ Հենց այդ ժամանակ, երբ նա հիանում էր մի աբստրակտ նկարով, ինչ-որ մեկը մոտեցավ։ Ներողություն, դուք Մարիանա Հովհաննիսյանն եք, այնպես չէ՞։ Մարիանան շրջվեց, տեսավ իր տարիքի մի տղամարդու, գուցե մի քանի տարով ավելի մեծ, քունքերին մոխրագույն մազերով, բարի աչքերով։
Այո, ես եմ։ Իմ անունը Դանիել Ղուկասյան է, ներկայացավ նա։ Ես ճարտարապետ եմ Հենրիկի աշխատանքի մեծ երկրպագու։ Նա ուզում էի ասել, որ հետել եմ ձեր պատմությանը, ձեր քաջությունը հիացական եմ համարում։ Մարիանան թեթակի կարմրեց։ Շնորհակալ եմ։ Շատ բարի է ձեր կողմից դա ասելը։ Նրանք մի քանի րոպե զրուցեցին արվեստի, ճարտարապետության մասին հայտնաբերեցին ընդհանուր հետաքրքրություններ։ Դանիելը ամուսնալուծված էր, ուներ 2 երեխա նախկին ամուսնություններից, նրա ներկայության մեջ ինչ-որ հարմարավետ անկեղծ բան կար։ Երբ նա խնդրեց նրա համարը, գուցե ինչ-որ պահի սուրճ խմելու համար, Մարիանան զարմացավ, համաձայնելով։ Դա Ռաֆայելին փոխարինելու կամ նոր հարաբերությունների մեջ շտապելու մասին չէր։ Դա հնարավոր լուծումներին բաց լինելու մասին էր, այն մասին, որ չփակեր իր սիրտը պարզապես այն պատճառով, որ նախկինում վիրավորվել էր։ Այդ գիշեր ավելի ուշ, երբ Մարիանան տաղավարի այգում էր, նույն այգում, որտեղ ամեն ինչ տեղի էր ունեցել, նա ծանոթ ներկայություն զգաց։ Նա շրջվեց, տեսավ Ռաֆայելին, մի քանի մետր հեռավորության վրա կանգնած։ Նա նույնպես տարբեր էր թվում։ Ավելի նիհար, դեմքին անհանգստության գծերով, որոնք նախկինում չկային։ Մարիանա, մեղմ ասաց նա։ Չգիտեի, որ կգայիր։ Հենրիկը հրավիրեց ինձ, բացատրեց Մարիանան։ Իսկ դու… Ինձ էլ էին հրավիրել։ Նա փորձում է օգնել իմ ընկերությանը վերականգնվել, առաջարկելով որոշ համագործակցություններ։ Նա դադար տվեց։ Դու գեղեցիկ ես։ Շնորհակալ եմ։ Նրանց միջ անհարմար լռություն տիրեց։ Վերջապես, Ռաֆայելը նորից խոսեց։ Ուզում էի, որ իմանայիր, որ Իզաբելան փորձեց կապվել ինձ հետ մի քանի շաբաթ առաջ։ Ասաց, որ ուզում է ներողություն խնդրել, փորձել նորից սկսել։ Մարիանան զգաց, որ մարմինը լարվում է, բայց ձայնը հանգիստ պահեց։ Եվ ինչ ասացիր։ Ռաֆայելը ուղղակիորեն նայեց նրա աչքերին։ Ասացի, որ այլս ոչինչ չեմ ուզում նրա հետ, որ ես իմ դասը սովորել եմ ամենավատ ձով։ Որ այն, ինչ ունեինք, եթե իրականում ինչ-որ բան ունեինք, ինձ արժեցավ իմ ամուսնությունը, իմ ընտանիքը, գրեթե իմ կարիերան։ Արժանի չէր։ Մարիանան դանդաղ գլխով արեց։ Ուրախ եմ, որ դու ինչ-որ բան սովորել ես այս ամենից, Ռաֆայել։ Իսկապես։ Նա մեկ քայլ ավելի մոտեցավ։ Մարիանա, ես գիտեմ, որ մեր միջ վերջացել է։ Ես գիտեմ, որ ես քանդեցի հաշտության ցանկացած հնարավորություն։ Բայց ուզում էի, որ իմանայիր, որ ամեն օր զղջում եմ։ Որ նայում եմ Լուկասին, տեսնում եմ այն ամենը, ինչ կորցրի, այն ամենը, ինչ կարող էր լինել։ Նրա խոսքերն անկեղծ էին, Մարիանան կարող էր տեսնել դա։ Բայց դրանք ոչինչ չէին փոխում։ Ես նույնպես զղջում եմ, Ռաֆայել։ Զղջում եմ, որ ավելի շուտ չվստահեցի իմ բնազդներին։ Զղջում եմ, որ այդքան երկար մնացի մի ամուսնության մեջ, որն արդեն մեռած էր։ Բայց չեմ զղջում այնտեղ, որտեղ հիմա եմ։ Նա դադար տվեց։ Հուսով եմ, որ դու երջանկություն կգտնես, իսկապես։ Բայց դա ինձ հետ չի լինի։ Ռաֆայելը գլխով արեց, վերջա։ Պես ընդունելով այն, ինչ Մարիանան փորձում էր ասել ամիսներ շարունակ։ Ես գիտեմ։ Պարզապես ուզում էի, որ իմանայիր, որ ցավում եմ։ Եվ որ իմ կյանքի մնացած մասը կփորձեմ լավ հայր լինել Լուկասի համար, քանի որ ձախողեցի լավ ամուսին լինել քեզ համար։ Դա այն ամենն է, ինչ խնդրում եմ, մեղմ ասաց Մարիանան։ Ռաֆայելը շրջվեց հեռանալու, բայց կանգ առավ վերջին անգամ հետ նայեց։ Դու արժանի ես երջանիկ լինելու, Մարիանա։ Հուսով եմ, որ կգտնես մեկին, ով կտա քեզ այն ամենը, ինչ ես չկարողացա տալ։ Երբ նա հեռացավ, Մարիանան խորը շունչ քաշեց, զգալով, կարծես վերջին ծանրությունը հանվել էր իր ուսերից։ Նա նայեց այգու շուրջը, նույն ճապոնական լապտերներին, որոնք լուսավորում էին գիշերը 6 ամիս առաջ։ Բայց հիմա նա չէր տեսնում իր նվաստացման տեսարանը։ Նա տեսնում էր պարզապես գեղեցիկ այգի հաճելի գիշերով։ Նա վերադարձավ, ներս տեսավ Հենրիկին, ներդրողների խմբի հետ զրուցելիս։ Նա տեսավ նրան գլխով արեց, Մարիանան նույնպես գլխով արեց, երախտագիտություն զգալով այդ մարդու համար, ով ընկեր էր դարձել, երբ նա ամենից շատ էր կարիք զգում։ Գիշերն ավարտվեց նրանով, որ Մարիանան վերադարձավ տուն, այն բնակարանը, որտեղ Լուկասը հանգիստ քնած էր Բեատրիսի խնամքի ներքո։ Նա մտավ որդու սենյակ, պարզապես մնաց այնտեղ, դիտելով նրան քնած, փոքրիկ կրծքավանդակը բարձրանում իջնում էր մեղմ շնչառությամբ։
Այն ամենը, ինչ անցել էր, ամբողջ ցավը, ամբողջ նվաստացումը, ամբողջ տխրությունը, արժեր հասնելու մինչ այնտեղ։ Ունենալու այդ տղային, հայտնաբերելու իր սեփական ուժը, սովորելու, որ կարող է մենակ գոյատել, նույնիսկ բարգավաճել։ Մարիանան չգիտեր, թե ինչ կբերի ապագան։ Գուցե Դանիելը կդառնար ավելին, քան պարզապես ծանոթ։ Գուցե ոչ։ Գուցե նա երկար ժամանակ մենակ կմնար, կենտրոնանալով միայն մայր լինելու իր մասնագիտական կյանքը վերակառուցելու վրա։ Եվ նա լավ էր այդ հնարավորություններից ցանկացածի հետ։ Որովհետև առաջին անգամ տարիների մեջ Մարիանան իսկապես խաղաղ էր ինքն իր հետ։ Եվ դա, նա հասկացավ, ամենամեծ հաղթանակն էր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիանայի պատմությունը նրա ցավի, հաղթահարման ու վերսկսման ճանապարհը դիպել է ձեր սրտերին։ Երբեմն կյանքի ամեն դժվար փորձությունները մեզ դարձնում են մեր ամենաուժեղ տարբերակները, Մարիանան դրա ապացույցն է։ Եթե այս պատումը արձագանքել է ձեզ, եթե դուք ձեզ տեսել եք Մարիանայի պատմության որևէ պահին, կամ եթե պարզապես գնահատել եք այս էմոցիոնալ ճանապարհորդությունը, խնդրում ենք ցուցաբերել ձեր աջակցությունը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք այն պատմությունները, որոնք մենք այդքան սիրով պատրաստում ենք։ Դրեք լայք, եթե պատմությունը հուզել է ձեզ, խնդրում ենք մեկնաբանություններում կիսվեք ձեր մտորումներով, ձեր սեփական փորձառություններով կամ պարզապես այն մասին, թե ինչպես եք զգացել հետելով Մարիանայի վերափոխմանը։ Յուրաքանչյուր մեկնաբանություն, յուրաքանչյուր փոխազդեցություն մոտիվացնում է մեզ շարունակել բերել պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի, սիրո, դավաճանության, փրկության բարդությունը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատումներ, որոնք նշում են մարդկային ոգու դիմացկունությունը։ Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ հաջորդ պատմությունը կիսելուն։ Մինչ այդ, հոգ տարեք ձեր մասին հիշեք, որ Մարիանայի նման, դուք նույնպես ավելի ուժեղ եք, քան կարծում եք։